Զգա, հավասարությունը դեպի կենտրոն։ Պարոն հրամանատար, ԵԿՄ 5-րդ փոթորազրկային գումարտակը շահված է մարտական հետապահություն իրականացնելու համար։ Ձեկուցով գումարտակ հրամանատար մայոր Ալեքսյան։ ԵԿՄ 5-րդ գումարտակին ողջույն։ Իրականացվեց երկրապահ կամավորականների միության գումարտակների հերթական մարտական հերթափոխերը։ Երկրապահ կամավորականների միության վարչության բակից 5-րդ գումարտակի անձնակազմին ճանապարհեց վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Այստեղ ներուպերներն ատակված եղբայրների եւ աշերխային իսակի միտրիլարիցան բանդի։ Աղոթքի եւ օրհնության խոսք ասաց հոգեվոր հովիվը։ Հայ մեր օրենքինսեր Սուրբ Եղեսյանուքով, Եկեսյալ Քայթուքով, Եղեսին Կամքովոս Եկեսի։ Աստված մեր հանապազոր դուրմես այսօր եւ փոխություն, որպես եւ մեկ փոխությունով պարտապանած եւ տանձած մեր փոխություն։ Այլ Գումարտակին ողջույն։ Ազատ։ ԵԿՄ 4-րդ գումարտակին արդեն նշանակված վայրում ողջունեց վարչության նախագահը։ Մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու գործը մեր սուրբ գործն է։ Մենք միշտ պատրաստ ենք ամեն վայրկյան, ամեն ժամ, օր գիշեր, ամեն ձմեռ մենք այդ գործում ենք։ Վարչության նախագահն այցելեց մարտական հենակետերում մարտական հերթապահություն իրականացնող երկրապահ կամավորականների միության անձնակազմին։ Մարտական հերթապահությունն ընթանում է սահմանված պլանի համաձայն, պաշտպանական կառույցների եւ տեղական ստորաբաժանումների համակարգմամբ։ Եթե հայրենիքը ուրեմն հայրենիքի համար չպետք է խնայենք նշանակել։ Գրապայի վրա դրված որ պարտագաղթները խնդիրները կատարում է իդեալական գրապահը պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Երկրապահների ոտնաձայները դիրքերում նույնքան վստահ են, որքան 90-ականներին, հայրենիքի փրկության ամենածանր օրերին։ Տարիքը, փորձն ու հայրենասիրությունը դարձնում են նրանց անփոխարինելի ամրոց մեր խաղաղության ու անվտանգության մեջ։